Ջունգլիների խորքում, որտեղ ծառերի արմատները գրկում են հին քարերը, թաքնված է մի քաղաք, որը ժամանակին եղել է աշխարհի ամենահզոր կայսրություններից մեկի սիրտը։ Սա Անգկոր Վատն է, աշխարհի ամենամեծ տաճարային համալիրը եւ մարդկության ամենահիասքանչ ճարտարապետական հրաշքներից մեկը։ Երբ արևը բարձրանում է նրա աշտարակների հետևից, թվում է, թե հին կայսրությունը նորից կենդանանում է։ Անգկոր Վատը կառուցվել է 12-րդ դարում խմերական կայսրության թագավոր Սուրյավարման II հրամանով։ Սկզբում այն եղել է հինդուական տաճար, իսկ ավելի ուշ դարձել է բուդդայական սրբավայր։ Տաճարը կառուցվել է այնպես, որ խորհրդանշի տիեզերքը, նրա կենտրոնական աշտարակը խորհրդանշում է Սուրբ Լեռմերուն, որը հին հավատալիքներում համարվում էր աշխարհի կենտրոնը։ Անգկոր Վատը համարվում է աշխարհի ամենամեծ կրոնական կառույցը։ Նրա պատերը զարդարված են հազարավոր մանրակրկիտ քանդակներով, որոնք պատմում են պատերազմի, աստվածների եւ առասպելների մասին։ Համալիրն այնքան մեծ է, որ երկար ժամանակ այն կորած քաղաք էր համարվում, մինչև եվրոպացի հետազոտողները նորից հայտնաբերեցին այն 19-րդ դարում։ Այժմ Անգկոր Վատը համարվում է Կամբոջայի ազգային խորհրդանիշը եւ ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։ Ամեն տարի միլիոնավոր մարդիկ գալիս են այստեղ տեսնելու այն վայրը, որտեղ բնությունն ու ճարտարապետությունը միաձուլվել են։ Անգկոր Վատը պարզապես տաճար չէ, այն ամբողջ քաղաքակրթության հիշողությունն է, քարերի մեջ պահպանված։ Եվ երբ առավոտյան մառախուղը պատում է ջունգլիները, թվում է հին կայսրության շունչը դեռ զգացվում է օդում։